Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներն Անկարայում քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու հեռանկարները։ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով Ռեջեփ Էրդողանի հետ անդրադարձել են պաշտպանության ոլորտում հետագա գործակցությանը, պատերազմի հուսալի և արժանապատիվ ավարտի ուղիներին։ Մենք և Թուրքիան դա նույն կերպ ենք տեսնում, խաղաղությունն ու անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն, նշել է Ուկրաինայի նախագահը, հավելելով. կարևոր է Անկարայի ակտիվ ներգրավվածությունը կամեցողների կոալիցիայում, հատկապես դրա ռազմածովային բաղադրիչում։ Զելենսկին նաև հայտնել է, որ Էրդողանը քննարկումների տարբեր ձևաչափեր է առաջարկել, որոնց Կիևն աջակցում է։ Էրդողանն իր հերթին հայտարարել է, Թուրքիան պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել առաջարկներ, որոնք կարող են մոտեցնել հրադադարը և խաղաղության համար ճանապարհ հարթել։ Նա կարևորել է Ստամբուլյան բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը։ Թուրքիա այցից առաջ Զելենսկին Իսպանիայում, Ֆրանսիայում և Հունաստանում ռազմական և էներգետիկ ոլորտներին առնչվող կարևոր համաձայնություններ է ձեռք բերել։ Այս ամենին զուգահեռ ռազմական գործողությունները շարունակվում են։ Ռուսական նոր հարվածներից հրդեհներ են բռնկվել Դնեպրում և Պավլոգրադում։ Տերնոպոլում նոյեմբերի 19-ի հրթիռակոծության զոհերի թիվը հասել է 26-ի, վիրավորների թիվը գերազանցել է 90-ը։ Ռուսական կողմն էլ հայտնել է գիշերը երկրի տարբեր շրջաններում ուկրաինական 65 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ ԱՄՆ վարչակազմը մշակում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման առաջարկներ, հաշվի առնելով Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա շեշտել է, մահացու պատերազմն ավարտելու համար հարկավոր են լուրջ և իրատեսական գաղափարներ։ Տևական խաղաղության հասնելու համար երկու կողմերն էլ պետք է համաձայնեն դժվար, բայց անհրաժեշտ զիջումների, նշել է Ռուբիոն։ Արևմտյան մի շարք լրատվամիջոցներ իրենց աղբյուրներին հղումով հաղորդում են, որ ԱՄՆ-ն մշակում է հակամարտության կարգավորման նոր ծրագիր և դրա շուրջ խորհրդակցում է Ռուսաստանի հետ։ Ըստ Էքսիոսի, ԱՄՆ նախագահի ծրագրով Ուկրաինան պետք է հրաժարվի իր արևելյան շրջաններից, Վաշինգտոնի կողմից ռուսական հետագա ագրեսիայից Ուկրաինային և Եվրոպային անվտանգության երաշխիքներ տրամադրելու դիմաց։ Financial Times-ը գրում է, որ Վաշինգտոնի նոր ծրագիրը ներառում է այդ թվում ռուսաց լեզվին Ուկրաինայում պաշտոնական կարգավիճակի տրամադրում և օտարերկրյա զորքերի տեղակայման արգելք։ The Wall Street Journal-ն էլ նշում է, որ Վաշինգտոնը ի թիվս այլ զիջումների Կիևին առաջարկում է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից առնվազն մի քանի տարով։ Ըստ NBC News-ի աղբյուրների, նախագահ Դոնալդ Թրամփը 28 կետից բաղկացած ծրագիրը հաստատել է այս շաբաթվա սկզբին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան 10-ին հայտնել է, որ Մոսկվան պաշտոնական խողովակներով Միացյալ Նահանգներից որևէ տեղեկություն չի ստացել Ուկրաինայի շուրջ համաձայնության վերաբերյալ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ նշել է, Ալյասկայում քննարկումներից բացի որևէ նոր զարգացում չկա։ Գազայում իսրայելական ավիահարվածների հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել, այդ թվում կանայք և երեխաներ, հայտնել են Համասի ներկայացուցիչները, դա որակելով լրջագույն էսկալացիա։ Ավելի վաղ Ցահալը հայտնել էր, որ Խան Յունիսում զինյալները կրակ են բացել իսրայելցի զինծառայողների վրա, խախտելով հրադադարի համաձայնությունը։ Համասը հերքում է հարձակման բոլոր մեղադրանքները։ Շարժման տվյալով նոյեմբերի 10-ին Միացյալ Նահանգների միջնորդությամբ հաստատված հրադադարից հետո իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 300 պաղեստինցի։ Միևնույն ժամանակ Human Rights Watch կազմակերպությունն Իսրայելին մեղադրել է Արևմտյան ափում պատերազմական հանցագործությունների համար։ 2025 թվականի սկզբին Արևմտյան ափի փախստականների 3 ճամբարներից ավելի քան 30,000 պաղեստինցի է արտաքսվել։ Նրանք մինչ այժմ չեն կարողանում վերադառնալ իրենց տներ։ Կազմակերպությունը սա որակել է պատերազմական հանցագործություն և մարդկության դեմ հանցագործություն, միջազգային հանրությանը կոչ անելով միջոցներ ձեռնարկել իսրայելցի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու և հետագա ոտնձգությունները կանխելու նպատակով։ Իսրայելի բանակը Reuters-ին հայտնել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքները ոչնչացվել են, որպեսզի չօգտագործվեն զինյալների կողմից։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։